Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե հայերը Հայաստանում երբեք մեծամասնություն չեն կազմել։ Որովհետև փաստ է, մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայություն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Սա պատմական անճշտություն է, թե ազգային ինքնության վերաիմաստավորման փորձ։ Ըստ քաղաքագետների, սա ոչ միայն որպես պատմական փաստերի խեղաթյուրում է, այլ նաև թուրք-ադրբեջանական խոսույթի վերարտադրություն։ Սա ոչ թե անճշտություն է, սա գիտական խեղաթյուրում է եւ գիտական սրիկայություն, պատմագիտական խեղկատակություն, որովհետեւ նման վիճակագրական տվյալներ ներկայացնել որպես ապրիորի ճշմարտություն առանց խորաթափանց լինելու հայ ժողովրդի պատմության նվազագույնը վերջին 100 տարվա վիճակագրական տվյալների մեջ էթնոգրաֆիկ, էթնոժողովրդագրական արդյունքը բնականաբար դա պետք է լինի։ Քաղաքագետների գնահատմամբ Փաշինյանի խոսքերը պատահական չեն։ Իշխանությունը հետևողականորեն գործածում է այնպիսի բառապաշար ու թեզեր, որոնք համընկնում են Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունների հետ։ Եթե ինքը ասում է 90%, ապա պիտի ասեմ, որ սա չի համապատասխանում իրականությանը։ Ինչու՞։ Բանն այն է, որ 1989 թվականին հունվար ամսին Խորհրդային Միությունում անցկացվել է մարդահամար, եւ այդ մարդահամարի տվյալների համաձայն Խորհրդային Հայաստանում ապրող հայությունը կազմել է բնակչության 93.3%։ Սա մեկ փաստ։ Եթե ինքը նկատի է ունեցել 90% ասելով մեծամասնությունը, ապա սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Գասպարյանը հիշում է հայերի այսպես կոչված եկության թեզի ապացուցման համար մեկ էլ թուրքերն են ժամանակին մեծ ռեսուրս ծախսել։ Լավ հիշում եմ 90-ականների երկրորդ կեսից, երբ թուրքական պատմագիտական ընկերությունը շատ լուրջ լոբինգ էր իրականացնում, օրինակ դիցուկ UCLA-ում, Կալիֆոռնիայի համալսարանում մեծ գումարներ էին ներդնում այդտեղ, որպեսզի կարողանան գիտական միտքը գնել, գողանալ եւ հայերի այսպես կոչված եկվորության տեսությունը, որը բուն թուրքական թեզ է ապացուցել արդեն համաշխարհային մակարդակով։ Փաշինյանի խոսույթը նորություն չէ փորձագետների համար։ Պնդում են այս ապազգային խոսույթն ազդակ է արտաքին աշխարհի համար, որն իր հերթին կանաչ լույս է վառում 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի համար։ Տրամաբանական շարունակությունը հենց այդ նույն գիծը։ Այսինքն ժխտում ենք կամ վերանայում ենք պատմությունը, ցեղասպանության հարցում ռևիզիոնիզմ կամ պատմության վերանայում ենք, վերատեսության ենք ենթարկում պատմությունը, սկսում ենք վիճարկել թվերը, թերարժեքության դաշտ ենք տեղափոխում, արդեն այս 4 փուլերի ընթացքում հասարակությունը որոշակի հոգեբանական տրավմայի մեջ է գտնվում եւ սպասողական վիճակի թե վերջը տրամաբանական ավարտը ինչ պիտի լինի, հետո հայտարարում է, որ մենք տարածքներ ունենք դեր հանձնելու, այսինքն բացահայտ խոսում է այդ ամեն ինչի մասին եւ հող է նախապատրաստում կամ նվազագույնը չի արձագանքում այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Գիտականորեն են հակադարձում քաղաքագետները Փաշինյանին, հիշեցնում են նրան, միայն Շահ Աբբասի ժամանակ Հայաստանը 80%-ից ավելի բնակեցված է եղել հայերով։ Հետո հերթով հրապարակում Հայաստանում մարդահամարի տվյալները։ Խորհրդային տարիներին, Խորհրդային միության գոյության ժամանակներում, ինչպես քիչ առաջ ես նշեցի, անց է կացվել թվով 7 մարդահամար։ 1989 թվականի մարդահամարին ես արդեն անդրադարձա, մյուս 6 մարդահամարների տվյալների համաձայն Խորհրդային Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը 85%-ից ավելին կազմել են ազգությամբ հայերը։ Գասպարյանն օրինակ Սյունիքի գլխին կուտակված սև ամպերի մասին է ահազանգ հնչեցնում։ Հիշեցնում է, Սյունիքն ու Արցախը հենց այն տարածքներն են, որտեղ հայերը միշտ ճնշող մեծամասնություն են եղել։ Նմանատիպ խոսակցությունները կամ թեզերը առաջ քաշելը հող են նախապատրաստում առաջին հերթին հարվածի տակ դնելու Սյունիքը։ Սյունիքը կամ Զանգեզուրը եւ Արցախը նույնիսկ պարսկական Շահի Շահ Աբբասի բռնաճնշումներով եւ համատարած այդ պարտադրված գաղթի պայմաններում այս երկու տարածքները 89% պլյուս եղել են հայկական էթնիկ տարրով բնակեցված։ Երևանը չէ,
Վերլուծաբանների գնահատմամբ խնդիրը միայն ներքաղաքական բանավեճը չէ։ Նրանք զգուշացնում են, երբ նման ձևակերպումներ հնչում են երկրի ղեկավարի մակարդակով, դրանք կարող են հետագայում օգտագործվել նաև միջազգային քաղաքական եւ իրավական հարթակներում Հայաստանի դեմ փաստարկներ կառուցելու համար։ Ըստ փորձագետների, պատմական եւ ժողովրդագրական հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն այս փուլում ունի ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային նշանակություն։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։